Փառք Աստծուն, թանկագիններ, իրականում փառք Աստծուն ամեն ինչի համար։ Ու այսօր անցնելով միանգամից Աստծո խոսքին, ուզում եմ գնանք Աստծո խոսքի մեջ, ավետարանի մեջ եւ նայենք Աստծո խոսքին, այս ինչի մասին որ այսօր խոսելու եմ, երկար ժամանակ է ձևավորվում էր սրտիս մեջ ու ուզում եմ կիսվեմ։ Այսօր իհարկե ոմանք հասկացան, որ եթե մենք այսօր զոհաբերություն չհավաքեցինք, չխոսացինք, նշանակում է երևի թե ընդհանուր ծառայությունը ֆինանսների մասին է լինելու։ Այո, ամբողջ խոսքս ես այսօր խոսալու եմ ֆինանսների մասին, ինչու եմ խոսալու, թանկագիններ։ Ուզում եմ հիմնավորեմ, ուզում եմ ամեն բան Աստծո խոսքով անեմ, ու կարելի է sense միտ գալ, ուրեմն ֆինանսներ է պետք։ Ինչ որ ձևով, այո, պետք է։ Կարող է հող ենք առնելու, դրա համար ֆինանսներ է պետք խոսանք։ Հող առնելու ենք, բայց դա չի պատճառը։ Շենք կառուցելու ենք, բայց դա չի պատճառը։ Աստծո տանը պետք է ֆինանսներ լինեն, բայց դա չի պատճառը։ Գիտեք որն է պատճառը, որ Աստծո ժողովուրդը պետք է Աստծո խոսքով սնվի, Աստծո ժողովուրդը պետք է ֆինանսապես ապահովված լինի, Աստծո ժողովուրդը պետք է օրհնված լինի։ Ինչպես որ Աստծո խոսքն է ասում, սա է պատճառը։ Գիտեք, սրբությունը շատ կարևոր բան է, հավատքը էլի կարևոր է, չէ՞։ Արդարությունը, փրկությունը, հրաշքները, զորությունները, ինչքան բան կա Աստվածաշնչի մասին, ինչի մասին է խոսում, ընտանիք, երեխեք, ծնողներ եւ ամեն բան շատ կարևոր են, հասկանում եք, ֆինանսներն էլ են կարևոր։ Ես չեմ ասում, որ ֆինանսները ամենակարևորն են ու գիտեք, միայն պետք է ֆինանսներից խոսանք, ոչ։ Ամեն ինչից պետք է խոսացվի Աստծո տանը, ինչի մասին որ խոսում է Աստվածաշունչը։ Լավ, ու իրականում ես ուզում եմ այսօր խոսեմ ֆինանսներից, ֆինանսների մեջ ինչն է մտնում, տասանորդ, զոհաբերություն, հա, մենք ուրիշ բառերով ասում ենք նվիրատվություն, ընծա եւ այլն։ Ու այսօր անվանել եմ այսպես. տալ թե չտալ։ Ու ակամայից հիշում ես, չէ, Շեքսպիրյան խոսքերը, լինել թե չլինել, ինչումն է հարցը։ Ու ես խնդրել եմ, որ մի պատկեր գցեն, որտեղ որ շատ հարցականներ կա, թանկագիններ։ Եկեք այսօր խոսանք Աստծո խոսքից, այսօր եկեք իրականում լսենք Աստծո խոսքը ու խնդրում եմ ոչ թե մի անգամից ասել դե ես լավ գիտեմ, թե ես ամեն ինչ գիտեմ, որովհետև մենք իրականում ինչ որ գիտենք, Պողոսն ասում է մի քիչ բան գիտեմ, Պողոս առաքյալը եթե ասում էր ես այն ամենից մի փոքր բան գիտեմ ու այդ իմացածից համաձայն եմ խոսում, մենք էլ շատ բան իմանալու կարիք ունենք ու թող Աստված այսօր ներգործի մեր մեջ ամեն իր հայտնության միջոցով։ Տեսեք, այս մարդն էլ է մտածում, հիմա ասում է, ինչ անեմ, տամ թե չտամ, տալ թե չտալ, իրականում, ասա, սա իմ օրհնությունն է, ամեն, և ուզում եմ հերթով գնամ, թանկագիններ, ես չեմ կարա, գիտեք, շատ լավ է վկայությունները, իրականում երևի թե մենք մի օր կունենանք վկայությունների օր, Աստծո հրաշքների օր, թե ինչպես Աստված գործեց ու ամեն մեկս ես վստահ եմ ունենք շատ վկայություններ հենց հատուկ ֆինանսների ոլորտում ինչպես Աստված օրհնեց, ինչպես Աստված հասավ, ինչպես Աստված բացեց, ինչպես է Աստված լցնում եւ այլն։ Ամեն։ Եվ առաջի տեղը, որ ուզում եմ ընթերցել, դա Մարկոս, եկեք 12-ից գնանք։ 12-13։ Մի քանի տեղեր որոշ կկարդամ, մի քանի տեղեր կփորձեմ ուղղակի անգիր ասել։ Ահա 12 13, սա այն տեղն է, որ եկան փարիսեցիները փորձելու Հիսուսին եւ գալիս են եւ գրված այսպես. Փարիսեցիների եւ Հերովդեսաներից մի քանի հոգի նրա մոտ ուղարկեցին, խոր խոսքով որսան նրան։ Մի բան գտնեն էլի, որ պախարակեն, ասեն, տեսեք։ Եվ նրանք եկան եւ ասացին նրան. Վարդապետ, գիտենք, որ ճշմարիտ ես եւ ոչ ոքից հոգս չունես։ Որովհետև մարդկանց երեսպաշտություն չես անում, այլ Աստծո ճանապարհը ճշմարտությունով սովորեցնում ես,
Արժան է կայսրին հարկ տալ, թե չտանք։ Ստեղ էլ հարց ունեին մարդիկ, էլի։ Տանք թե չտանք։ Ինչ անենք։ Ու սենց թվում է թե այնքան մտահոգված են այս ուղարկված մարդիկ։ Գիշերը չեն քնել, որ հիմա ինչ անենք, բա հիմա իրանք հрьяաներ են, նայեք։ Հрьяաներ էին ու հрьяաների մոտ օրենքները, իրանք ազգային սովորությունները, հասկանում եք, իրանք չեն ասում Աստծուն տանք թե չտանք, հասկանում եք։ Այնտեղ շատ հրեական շատ օրենքներ կար, կանոններ կար, ես դրան չեմ ուզում առնչվեմ, բայց իրանք հասկանում են կայսրին տանք, չտանք, որովհետև չէ որ մեր Տերը Աստված է, մեր Տերը միակ Աստվածն է, ինքնատերերի Տերը եւ այլը, այսինքն հոգեվոր տեսարան էին կառուցում, հոգեվոր, չգիտեմ, ասենց կրոնական իրանց ուզում էին դրսևորեին, եւ Հիսուսը պատասխանում է, իբր այնքան մտահոգված են, եւ ասում է, նա էլ իմանալով նրանց կեղծավորությունը, ասեց նրանց. Ինչու եք փորձում ինձ։ Ինչ լավ է, չէ՞ որ Հիսուսը մի անգամից մենք չենք կարա Հիսուսին խաբենք։ Եկեք երբեք անգամ մեր մտքի ծայրով էլ չանցնի նման բան։ Հա? Գիտես, ակամայից ստացվում է, որ Աստծո առաջ անկախ քեզանից, իհարկե ես հասկանում եմ, ոնց որ մի բան անես, ձևական աղոթք անես, ձևական բան խոսես, հետո ասես, Տեր ջան, կներես, էս ինչ եմ անում։ Էս ինչ եմ անում։ Հետո ուշքի են գալիս, այո, ասում եք, ամոթել էր։ Ում, բայց Աստծուն ես չեմ կարող խաբել։ Ում առաջ, Աստծո առաջ ես չեմ կարող կեղծավորվեմ, երբեք։ Բայց ստացվում է, հա։ Ստացվում է, հա։ Չէ, մեր մոտ չի ստացվում։ Ինչ լավն է, փառք Աստծուն։ Նա էլ նրանց սրտերը, նրանց կեղծավորությունը իմանալով ասաց նրանց. Ինչու եք փորձում ինձ։ Մի դահեկան բերեք ինձ մոտ, որ տեսնեմ։ Նրանք էլ բերեցին եւ ասաց նրանց. Այս պատկերը կամ գիրը ումն է։ Նրանք էլ ասացին. Կայսրինը։ Դրամ էր, մետաղադրամ էր, որի վրա կայսրի պատկերն էր։ Եվ Հիսուսն էլ ասաց նրանց. Կայսրինը կայսրին տվեք եւ Աստծունը Աստծուն տվեք եւ զարմացան նրա վրա։ Հիմա միանգամից ասեմ, ինչու եմ ես այս տեղը կարդում, երբ որ հարցը գալիս, ասում եմ, արժան է կամ պետք է կայսրին հարկ տալ։ Խոսքը գնում էր հարկի մասին եւ ասում էին հիմա հարկ տանք թե չտանք ու Հիսուսը, այսինքն այստեղ իմաստը ինչի մեջ էր, որ Հիսուս ասում լսի կայսրը ունի իր բաժինը, այսօր կա, չէ՞, մեր պետության բաժին ով ունի պետության турքեր, որ մուծում է, բոլորս թանկագիններս, բայց ասում եմ լսեք, նաեւ կա Աստծո турք, եթե դու ուզում ես կայսրի մասին է քո անհանգստությունը, մենք տալիս ենք սենց տնենց, ու հանկարծ հնարավոր չի, որ մենք չտանք, թանկագիններ, չէ, ինչ որ սեփականության, հողի, չգիտեմ, եկամտահարկ, մեքենայի գույքահարկ եւ այլն, տարբեր, էլ գազ, լույս, էլ չասեմ ինչ որ բաներ, մենք տալիս ենք, չէ, ջուրը չեմ տալի, տուր, մի մտածի քիչ է փոքր է, կջնջեն, տուր, բոլոր հարկերը տվեք, ամեն, որովհետև, ես չասեմ, բայց այդ հարկերից գոյանում է պետբյուջեն, ինչ լավ բան եմ, չէ քարոզում, եւ այդ պետբյուջեից աշխատավարձեր է գնում, մեր երկրի բարեկեցությունը դրանից է կախված, ու ես մտածում եմ, որ լավ ղեկավարները կուզեն, մտածեն, որ իրենց քաղաքացիները, երկրի քաղաքացիները լավ ու օրհնված լինեն, լավ վաստակեն, չէ՞, հարկերը ժամանակին ու տեղին վճարեն, որ երկիրն էլ լավ լինի։ Հիսուս ասում է, լսեք, բայց Աստված էլ իրան տրվելիք հարկը ունի։ Տուր։ Աստծուն էլ Աստծուն տվեք։ Հիմա հարցերից մեկը, հիմա տալ թե չտալ, այն մի հարցականը վերևից չգիտեմ, սա ուղղակի ձևական է դրած մի քանի հարցականներ, բայց ինչքան որ հարցականի այսօր կհասցնենք պատասխանենք, ուրեմն մի հատ է ջնջեցինք, Աստծո հարկը եկեք Աստծուն տանք, ասես ինչ հարկի մասին է, ինչ նոր օրենք է, չէ, մի վախեցեք, ուղղակի տնավարի խոսանք, գիտես, իմ համար որպես հովիվ, որ ես այսօր բաներ պետք է խոսեմ ու առնչվեմ, հիմնականում գիտեք հովիվները ինչ են ասում են կլինի այս թեման ուրիշ մեկը գա խոսա։ Գիտես ոնց որ մի քիչ անհարմար է, մի քիչ ոնց որ այն չի էլի, ոնց որ թե հովիվը կանգնած բեմից ասում է գիտեք փող տվեք։ Չէ, ես չեմ ասում փող տվեք թանկագիններս։
Ասում եմ եկեք Աստծուն տանք։ Ես էլ ձեզ հետ, հա? Ու երբ որ մտածում եմ, ասում եմ, բայց կարելի է ինչ-որ մեկին էլ կարելի է կանչել, երկուսին էլ կարելի է կանչել, լավ ուսմունքներ տան ցանկացած թեմայի մասին, լավ ուսուցիչներ կան, փառք Աստծո ամեն մեկի համար։ Բայց գիտես, ես ուզում եմ այսօր մենք որպես ընտանիք խոսենք իրար հետ։ Որպես որ կա, չէ՞, տան անդամներով հավաքվում են ու սկսում են իրար հետ զրուցել, իրար հետ տարբեր հարցերի շուրջ խոսել, ենթադրություններ անել, չգիտեմ, ինչ-որ հարց, պատասխան եւ այլն, ու հայտարարի գալ։ Այդպես էլ ուզում եմ, որ մենք այսօր իրար հետ խոսանք, հա? Ինչի՞։ Որովհետեւ գիտես, ես այս եկեղեցու հովիվն եմ, դուք եկեղեցու ժողովուրդն եք, հա? Ու մենք իրար հետ մի ընտանիք ենք։ Ու ավելի լավ է, ես որոշեցի ես էլ խոսեմ, հա? Որ ամենասես ուրեմն կհասկանան, որ ուզում ես որ խոսեմ, բայց որ չուզես էլի կխոսեմ։ Լավ, թանկագիններ։ Գիտեք, որն է Աստծուն տրվելիք բաժինը։ Մենք լսել ենք արտահայտություններ, տասանորդ, զոհաբերություն էլի ասեցի, ինձաներ, հարցեր կա, որ առաջանում է, գիտես, բայց հով ջան, մենք օրենքի տակ չենք, տասանորդը, իհարկե, դուք չեք մտածում, էդի ուրիշ մարդիկ են տենց ասում, շատերը տենց սովորացնում են, շատերը տենց վարվում են, Տեր օրհնի շատերին էլ, բոլորին էլ, մեզ էլ։ Տասանորդ հասկացողություն, բայց դա հին ուխտներ, դա օրենք էր, հիմա տասանորդ հասկացողություն չկա, մենք ազատ ենք, մենք օրենքի տակ չենք, այս հարցերին էլ եմ պատասխանելու։ Իսկ եթե ուզում եք միանգամից օրենքի ու շնորհքի մասին խոսեմ, օրենքով մենք չենք փրկվում, բայց ով է, որ այսօր Աստծո օրենքը չի պահում կամ չի ուզում պահի։ Գիտեք, օրենքով երբեք ոչ ոք չփրկվեց ու չի էլ կարող, բայց երբեք Աստծո օրենքը չջնջվեց։ Մի գողացիրը մնում է նույն իր ուժի մեջ, չէ՞։ Մի ուրիշի ունեցվածքը ցանկացիր մնում է նույն ուժի մեջ, բոլոր Աստծո պատվիրանները մնում են նույն ուժի մեջ։ Ու այսօր մենք երբեք չենք ասում, որ ես շնորհքի տակ եմ, մենք շնորհքի տակ ենք։ Ինչա շնորհքը։ Տիրոջ միջամտությունը, փրկության հարցում ձրի պարգևը եւ նրա օգնությունը ապրելու Աստծո կամքով, ցանկություններով։ Բայց ինչի ենք վախենում, ասենք, Աստծո օրենքներով։ Չէ, օրենքը մի քիչ ոնց որ ուրիշ։ Ոչ, թանկագիններս, մենք այսօր լցված ենք Աստծո հոգով, այսինքն Աստծո շնորհքով, որպեսզի իր կամքը կատարենք։ Որն է Աստծո կամքը։ Այ որ ասեք պատվիրան լավ է, բայց որ ասում եք օրենք, մի քիչ ոնց որ սենց հեռու է պահում։ Աստծո կամքը, Աստծո պատվիրանները դա Աստծո օրենքներն են։ Ուզում ենք Աստծո օրենքներն ենք պահում։ Աստծո օրենքներով ենք ապրում։ Թե չենք ապրում։ Բոլորս թանկագիններ։ Դրա համար օրենք, շնորհք մի խառնեք։ Աստված եկավ ու մեզ օգնելու։ Երբ որ նայում ենք Հիսուսին, երբ որ հարցեր էին տալիս, ասում է հին ուխտում այսպես էր, նորում ու նայում ես ավելի խիստ է։ Ո՞վ է խաբել, որ օրենքը ջնջվել է։ Այո, փրկությունը օրենքով երբեք չի էլ լինի։ Մենք չենք անում, որ Աստված մեր վրա նայի կամ ինչ որ դրա համեմատ մեզ վարձատրի, Աստված մեզ արդեն փրկել է, վարձատրել է եւ մեր սրտի մեջ ներգործում է, որ իրա հաճելի ձևով ապրենք։ Անցնենք առաջ, թանկագիններ։ Գիտեք, տասանորդ հասկացողությունը, ասենց ասեմ, տասանորդ դա նշանակում է 10%։ Ինչի 10%։ Եկամուտի։ Ու գիտես, ինքը, այո, կոնկրետ ֆիքսված չափանիշ է ու բոլորիս համար տարբեր, չէ՞, թիվ է։ Եթե մեկի եկամուտը 1000-ն է, ուրեմն տասանորդը ինչքանն է։ Ահա, ինչ լավ է։ Եթե մեկինը, չէ, 100 չեմ ուզում ասեմ։ Եթե մեկինը 100,000-ն է, ուրեմն իսկ եթե մեկի եկամուտը միլիոնն է, լավ կլինի դոլար լինի, չէ՞, դրամ չլինի։ Օրհնված եղեք, շատ լավ է։ Գնանք առաջ։ Ու անցնեմ, ես խառնեմ խոսալու տասանորդ զոհաբերություն կապ չունի։ Ղևտացիների 27-ը։ Ահա տենում եք Հովիվ ջան, դու մի անգամից գնում ես օրենքի մեջ, հին ուխտի մեջ, ոչինչ, մի շտապի։
Միշտապի։ Ղևտացիների 27-ում 30 խոսքում նայեք ինչ է գրված. եւ երկրի բոլոր տասանորդը, այսինքն նշանակում է երկրից եկած, եկամուտ ստացած բոլոր ինչ որ ունես դրա 10%-ը, չէ՞։ Հետո թվարկում է երկրի հունտերից, ծառերի պտուղից, Աստծունն է, Տիրոջն է, նա սուրբ է Տիրոջ համար։ Ով կա մեր մեջ հողագործ։ Եկամուտ, ծառ, բերք, չէ, ունեցող կանք։ Ուրիշ ձևի բերք ունենք, ֆինանսների տեսքով, ես չգիտեմ, տարբեր ձևով մեր կյանքի մեջ եկամուտ է գալիս։ Աստծո խոսքը ասում է, այդ բոլորը երկրի մեջ ինչքան տեսակի եկամուտ կա։ Շատ։ Ու մենակ հողից ու ծառից չի լինում, երկրի մեջ, մեր կյանքի մեջ ինչքան եկամուտներ կան, եկամուտի աղբյուրներ կան, եկամուտի հնարավորություններ կան, որ այո, ամեն մեկիս կյանքի մեջ գալիս է։ Աստծո խոսքը ասում է, դրա 10%-ը Տիրոջն է եւ դա սուրբ է Տիրոջ համար։ Սուրբ նշանակում է սա իրան է պատկանում։ Սա միայն նրանն է։ Իմը չի, դա իրանն է։ Եվ երբ որ ասում է սուրբ բառը նշանակում է դա առանձնացված է, հատուկ Աստծո համար։ Վայ որ ժպիտներ տենայի ձեր դեմքին ավելի լավ կլինի։ Մի վախեցի, Աստված օրհնող Աստված է։ Այսօր քո օրհնության ու իմ օրհնության օրն է, անկեղծ եմ ասում։ Ու ես վերջում ուզում եմ այս թերթիկը գտնեմ ու ասեմ վերջում, սենց գրել եմ, տեսեք։ Վերջում մենք եւ զոհաբերություն, այսինքն այդ ֆինանսական բոլոր նվիրատվությունները վերջում հավաքելու ենք եւ ես բոլոր ովքեր որ հավատարիմ են, որտեվ Աստծո խոսքի համաձայն է լինելու։ Ինչքան դու ուզում ես անհավատարիմին օրհնի, ինքը չի օրհնվի, որտեվ Աստված կարգ կատարա է։ Ես օրհնելու եմ, օրհնություն եմ բաց թողելու բոլոր հավատարիմ Աստծուն տվողների վրա ու հռչակելու եմ, որ գերբնական եւ դռներ բացվեն, եւ իմաստություն գա, եւ հնարավորություններ, եւ հրեշտակների ծառայության միջոցով, եւ ձեռքի զորության, որտեվ ասում է, կզորացնեմ ձեռքերդ եւ դու հարստություն կվաստակես։ Հռչակելու եմ բոլորի վրա, իսկ ովքեր են այդ բոլորը։ Կուզեմ բոլորս լինենք, թանկագիններս։ Աստված է ուզում բոլորս լինենք։ Ամեն, Աստված է ուզում, բայց գիտես, Աստված լավ գիտի, ովքեր են այդ բոլորները։ Հա, եթե ուզում ես դու լինես այդ բոլորի մեջ, ուրեմն մինչև ծառայության վերջ, լսիր, որոշում կայացրա ու հաղթի։ Ում, հետո կասեմ ում։ Լավ, գնանք առաջ։ Հիմա նայեք, երբ որ սա արդեն ղևտացիների մեջ օրենք էր դրված, արդեն գրված էր, բայց երբ որ ես ուզում եմ հիմա ասեմ, որ մինչև 10-րդը հին ուխտի օրենքի մեջ, երբ որ Մովսեսի ձեռքով օրենքը եղավ, մարդիկ տեսա ես տեղ, որ իրանք սկսեցին 10-րդ տալ։ Գիտեք, եթե 10-րդը ձեռս տալիս է, զոհաբերությունը կտա։ Ես տենց եմ մտածում, չգիտեմ։ Ով որ չի խնայում կամ ով չի վախենում Տիրոջն է տալի, ինքը միշտ էլ իր ձեռը բաց է, ինքը եւ Տիրոջ գործի համար էլ առատ ցանքեր կանի, իր կողքինի կարիքն էլ երբ որ տեսավ առատ ցանքեր կանի, ժողովողի ասացի պես իրիկունն էլ առավոտն էլ ձեռքը թույլ չի պահի, այլ զորացած կլինի։ Ամեն։ Հիմա երբ որ ուզում եմ գնամ Աբրահամին, հետո նոր հետ գնանք Եդեմի պարտեզ։ Աբրահամը գիտեք, որ Աստծո ընկերն էր։ Հետո ասում է իմ մարգարեն է։ Շատ տեղեր, բայց ես այդ տեղերը շատ չեմ կարող կարդամ։ Ուղղակի մի պատմություն կա, որ Ծննդոց 14-րդ գլխում գրված է, ես ուզում եմ սա ընթերցեմ կամ իմ բառերով ասեմ, 14-ի 18-ում, երբ որ Աբրահամը գնաց իր հարազատ բարեկամին ազատեց ու լիքը հաղթեց, ավար հետ բերեց, շատ լավ ավար ունեցավ, եկամուտ ունեցավ։ Եվ ասում է 18-ում, ասում է եւ Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերեց, պատկերացնում եք հաղորդությունով դուրս եկավ։ Հաց եւ գինի դուրս բերեց եւ նա բարձրյալ Աստծո քահանան էր։ Եվ օրհնեց նրան եւ ասաց. օրհնյալ լինի Աբրամը, որ խոստմունք ուներ Աբրահամ դառնալու, բայց Աբրահամ աստեղ։
երկնքի եւ երկրի արարիչ բարձրյալ Աստծուց։ Ու եկավ օրհնություն հռչակեց Աբրահամի վրա։ Օրհնված ես դու օրհնյալ ես։ Աստված ուզում է քեզ օրհնի, Աստծո կամքն է դու օրհնված լինես, Աստծո խոսքը քահանան է, չէ՞ Աստծո։ Ասում է քահանայի շուրթերը պետք է ճշմարտություն խոսան։ Եվ այս քահանան Մելքիսեդեկ անունով կոչված քահանան ու չգիտես ով էր, ինչ էր, որտեղից էր, որտեվ Աբրահամից մեծը այդ ժամանակում չկար։ Իրականում չկար։ Չկար մեկը, ով որ Աբրահամից մեծը կլիներ։ Ինքն էր մեծը, ասում ենք Աբրահամը մեր նահապետ հայրն է, հավատքի հայրն է, չէ՞։ Ու մենք, նայեք, Աբրահամի, ասում եմ, օրհնություններն են մեր վրա։ Ուղղակի գնում եմ առաջ սենց Աստվածաշնչով։ Եվ լավ, ասում եմ, օրհնեց նրան եւ ասեց. հռչակեց օրհնությունը եւ 20-րդ խոսք ասում է եւ օրհնյալ լինի բարձրյալ Աստվածը, որ քո թշնամիներին քո ձեռքը մատնեց եւ շարունակությունը եւ նա ամենքից 10-րդ տվեց նրան։ Պատկերացնում ես, Աբրահամը 10-րդ է տալիս Մելքիսեդեկին։ Ուզում ես հասկանաս, ով ասեց քեզ, Աբրահամ, Մովսեսը չկար, օրենքը չկար։ Որտեղից դու հասկացար, որ դու Աստծուն բաժին ունես տալու։ Ես կարելի է իմ մտքերը բարձրաձայնեմ, ուղղակի։ Երբ որ Աբրահամը Աստծո հետ ընկերություն էր անում, երբ որ նա շփում, մտերմիկ շփում, անկեղծ շփում ուներ Աստծո հետ, ես մտածում եմ Աստված էլ իր սրտի հետ խոսում էր։ Երբ որ մի բան էր, որ Աբրահամի ուղեղին անհասանելի էր, անհասկանալի էր, որովհետև հասկանում ես ինքն էր մեր համար հավատքի ճանապարհ հարթողը։ Մենք այսօր Աբրահամից ենք օրինակ վերցնում, չէ՞։ Ինքն է հավատքի հայր, այսինքն ինքն է ծնել, մեզ փոխանցել շատ բաներ, ինքն է անցել։ Ես վստահ եմ, որ Աստված իր սրտի մեջ դնում էր, իրան քայլել էր սովորացնում։ Ու այսօր, երբ որ Աստծո հոգին բնակվում է իմ ու քո սրտի մեջ, երբ որ շատ ժամանակ մեր ուղեղը ասում է, ինչի ես պետքա տամ, կամ այնտեղ մի հատ վիդեո է գրված, ձեզ խաբում են, թալանում են, ձեր փողերը տանում, ուտում են։ Թանկագիններս ոչ մեկիդ փողը ես չեմ ուզում։ Կներեք, որ մեջ այս արտահայտությունը անելու եմ, հա։ Ոչ մեկի ունեցվածքին աչք ոչ դրել եմ, ոչ ուզում եմ դնեմ ու մտքովս էլ չի անցնում։ Խոսքը դրա մասին չի։ Բայց Աբրահամը իր մեջ հայտնություն առավ, ասաց լսի, այս քահանան իմ դեմա դուրս եկել։ Իմ առջև օրհնության լավ խոսքեր է հռչակել։ Օ, ես հավատում եմ, որ Աստված իրան ասաց հիմա քո ունեցածի, քո եկամուտի, այն ավարի 10%-ը օրհնի, որովհետև դրանից հետո քո կյանքում օրհնությունը չի պակասելու, այլ միշտ ավելանալու է։ Սա խոստմունք էր։ Ու հիմա սրան զուգահեռ ես ուզում եմ գնամ մի երկու բառ էլ Մելքիսեդեկի մասին, հասկանանք, տեսնենք ով էր Մելքիսեդեկը։ Եբրայեցիների թղթի 7-ի երևի թե 1-ից կարդամ։ Նայեք, գրված է, որովհետև այս Մելքիսեդեկը, այն Մելքիսեդեկը, ում մասին որ խոսացինք ծննդոցում, ասում է Սաղեմի թագավոր էր, բարձրյալ Աստծո քահանա, որ դիմավորեց Աբրահամին, երբ որ նա թագավորները կոտորելուց հետ էր դառնում, եւ օրհնեց նրան, ուշադիր լսեք, որին որ Աբրահամը ամեն բաներից 10-րդ էլ տվեց, եւ նա առաջ թարգմանվում է, այսինքն Մելքիսեդեկը թարգմանվում է արդարության թագավոր, հետո Սաղեմի թագավոր, որն է խաղաղության թագավոր, անհայր, անմայր, առանց ազգահամարի, որ ոչ օրերի սկիզբ ունի, ոչ կյանքի վերջ, արդեն ինչ-որ մեկին նմանացրեցիք, չէ՞։ Չէ՞։ Այլ Աստծո որդու նման եղած, կենում մնում է քահանա մշտնջենավոր։ Օ, Հիսուսը, եթե ասենք, այնքան կարևոր էր այս արարողությունը, այնքան կարևոր էր այս process-ը, որ Հիսուսը, որ գալու էր, ծնվելու էր, մանուկ Հիսուսը, հետո մեզ փրկելու էր, ասեց ստեղ հիմա շատ արագ գործ է պետք անել։ Ճիշտ սկիզբ է պետք,
Ու գալիս է քահանայապետի դեմքում, որպեսզի Աբրահամից տասանորդ վերցնի։ Հիմա ուզում եմ հարց տամ ինձ եւ քեզ եւ այն հարցականներից ինչ որ մի մեկն էլ վերացնենք։ Հիմա դա կարևոր է, թե չէ։ Եթե անգամ Աստված ինքն է իջնում, ասում է լսի չի լինի։ Պատկերացնում եք հիմա երկնքում խորհուրդ է, լսեք, Աբրահամին պետքա օրհնել։ Դե եկեք օրհնենք։ Հրեշտակն ասում է ես կգնամ իրան լիքը օրհնություն կտանեմ։ Մի րոպե, ասում է այդպես չի կարգը։ Հիմա պետքա մեկը, ով որ Աբրահամից բարձր է, որպեսզի ընդունի Աբրահամի տասանորդը։ Աբրահամը հոժարակամ է, բայց մենք չունենք ում տա տասանորդը։ Ինքը ուտի տասանորդը իրա։ Ասում են սա ճիշտ չի, ինքը իրավունք չունի ուտի այդ տասանորդը։ Ինքը իրավունք չունի Աստծո բաժնին կպնելու։ Աստծո բաժինը Աբրահամը հոժար է, որ Աստծուն տա, բայց հիմա մի հատ քահանայապետ է պետք։ Ո՞վ է ընդունում, որ սա շատ կարևոր է, որ գնա ու հիմա վերցնի։ Այ դրանից հետո ու դա դռներ է բացվում Աբրահամի կյանքի մեջ։ Ու ինքը Հիսուսը ինչ որ մի ուրիշ անունով խաղաղության իշխանը, թագավորը, քահանայապետը իջնում է եւ այդ գործողությունը կատարում է։ Դե հիմա դուք ու լսողները թող ասեն դա այդքան կարևոր չի, ինչ եք ընկել լսում եք, խափում են ձեզ։ Ինչ եք լսում։ Ում եք լսում։ Քրիստոսը մեզ ազատել է, մենք ազատ ենք։ Մենք մեղքից ենք ազատ։ Ուզում եք օրհնություններից է ազատ լինենք, այսինքն մեզ չհասնեն, չէ մենք ուզում ենք օրհնություններից ազատ չլինենք, օրհնություններ այնքան լցվի մեր վրա, չէ՞։ Ինչ ազատ, այ դրա մեջ է ազատը, երբ որ ես օրհնված եմ, ես ազատ եմ, ամեն։ Աստված չուզեց, որ Աբրահամի մոտ մնա այդ տասանորդը, ուզեց, որ վերցնի, ուզեց, որ հեռանա Աբրահամից, համաձայն եք։ Փառք Աստծուն, չքնեք։ Գիտեք, Եդեմի պարտեզը, երբ որ Աստված ստեղծեց, Աստծո համար, Աստված մարդու համար ամեն ինչ պատրաստել էր, թե կիսատ պռատ էր մնացել։ Ես մտածում եմ ամեն ինչ կատարյալ, մեր բարերով ասած ոտից գլուխ ապահովված էր մարդը։ Ապահովված էր, թե չէ։ Եվ հետո տրված էր պատվիրանը, մշակի, պահի, վայելի։ Եվ հետո ասեց, լսի, այնքան բան եմ ստեղծել քո համար, կեր, խմի, քեֆ արա, լավ իմաստով, չէ՞։ Օգտվի, ամեն ինչ տվել եմ քեզ, կերակուր, վայելիր։ Թողեք մի բան ասեմ, էլի, ասես, բայց մի բանի չկպնես։ Եկեք այսենց էլի զուգահեռ տանենք։ Գիտես, Աստված այսօր մեր կյանքերում էլ ասում է, գիտես, ինչ կա քո կյանքում։ Ես էլ ավելի կանեմ, կլցնեմ, բայց մի բան կա, մի կպի դրան, մի կպի այդ ծառին, դա օգուտ չի, կոսես Հովիվ ջան, այստեղ մի մցրա, էսի մեղքի մասին էր, էսի անհնազանդության, ինչի Աստծո խոսքը անցնելը դա անհնազանդություն չի, բայց այնքան նման է, Աստված ասում է, գիտես մի բան կա, մի կպի, քեզ պետք չի դա, պետք չի, քոնը չի դա, ինչքան կարաս վայելի, այն ամենը ես քեզ տվել եմ, անգամ գիտես լավ կուրորտի վայրերը, գետերը, ափամերձ վայրերը, հետո ոսկու հանքերը, ամեն ինչ, ասում եմ ես քեզ այնքան եմ օրհնել, բայց մարդու մեջ գալիս է, ինչի, մարդու մեջ հարց է գալ, ինչու, ես պետք է աշխատեմ, տես իրան էլ էր ասի, աշխատի, վայելի, աշխատի, չարչարվի, պահի, բայց ինչու ես պետք է աշխատեմ ու ես պետք է տամ։ Հիմա հարց եմ ուզում տամ, տանք, թե չտանք։ Ես չգիտեմ, մենք, սկսած ինձանից ամեն մեկս, ամեն անգամ կանգնում ենք այս հարցի առաջ ու պետք է պատասխանենք։ Աբրահամից հետո մի հատ թոռ ուներ, մի հատ չուներ, երկուսը ուներ, բայց մեկի անունը Հակոբ էր, ուզում եմ իր օրինակն էլ, էլի, թանկագիններ բերեմ։ Մենք շատ լավ ժամանակ ունենք։ Եվ Հակոբի մասին գրված է Ծննդոց 28-ում։ Ով է համաձայն, որ Աբրահամի տասանորդ տալու, Աբրահամի
Աստծունը տալու այս գործողությունը կարևոր էր։ Համարում եք, որ կարևոր էր։ Անցնենք, համարենք, չհամարենք, բայց կարևոր է Աստվածաշունչը ասում։ Երբ որ Ծննդոց 28:12-ից եմ ես կարդալու, Հակոբը արդեն փախչում էր եղբորից, ինչ որ խորամանկություն էր արել եւ այլը, ինք ուրիշ ճանապարհ էր գնում եւ 12-ից գրված է 28:18 եւ երաս տեսավ հոգնել էր, պարկեց քնելու։ Եվ մի սանդուղ երկրի վրա դրված եւ նրա գլուխը երկինք էր դպչում եւ ահա Աստծո հրեշտակները նրանով վեր էին գնում եւ իջնում։ Այսինքն ինքը մի հատ գերբնական բան տեսավ, այսինքն մի շարժ տեսավ, մի Աստծո շարժ տեսավ, մի երկինք երկիր փոխհարաբերություն, մի բացված հնարավորություն տեսավ, հասկանում եք։ Եվ ահա Տերը կանգնած էր նրա վրա եւ ասեց. Ես եմ Տերը քո հոր Աբրահամի Աստվածը եւ Իսահակի Աստվածը, այն երկիրը, որի վրա պարկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդներին։ Ու սկսվեց խոստմունքը, եւ քո սերունդները երկրի ավազի չափ կլինեն եւ կտարածվի դեպի արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ եւ քեզանով, պատկերացնում եք, կորնվեն երկրի բոլոր ազգերը եւ քո սերունդներով, եւ ահա ես քեզ հետ եմ ամեն տեղ որ գնաս, քեզ կպահեմ եւ այս երկիրը քեզ կդարձնեմ, որտեվ քեզ չեմ թողի, մինչեւ որ կատարեմ այն ինչ որ քեզ ասել եմ։ Բայց կլինի մեզ էլ սենց խոստմունք կլներ էլի։ Լսեք, մենք Քրիստոսով անգամ դեռ Աբրահամից սկսած այս խոստմունքների ժառանգակիցներն ենք, ժառանգորդներն ենք։ Սա մեզ է պատկանում։ Հիսուսը իրան տվեց ու իր մեջ ամեն ինչ տվեց։ Ով է հավատում, որ Աստծո խոստմունքները այսօր կենդանի են։ Աստված չկա մեկը, որ գա Տիրոջը եւ Աստված իրան խոստմունք չտա։ Աստված ինչ որ բան չխոստանա։ Ինչու՞։ Ոչ թե մեզ հրապուրելով իր ուզածին տանի, ոչ, որովհետև դա մեր ապագան է արդեն այդ խոստմունքը։ Այդ խոստմունքը մեզ ուղղություն է տալիս, մոտիվացնում է, ձգտում է առաջացնում, որ մենք Աստծուն հետևենք, որովհետև դա մեր կյանքի, մեր ապագայի համար է։ Ամեն, մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Եվ նայեք, այդքան խոստմունքներ ու այսքան խոստմունքներ մենք ունենք։ Եվ Հակոբը, ես գիտեմ, որ այսօր կանգնենք բոլորս անգիր գոնե մի բան մեր կյանքերի մեջ ինչ որ Աստված խոսացել է կասենք, չէ՞։ Աստված ինձ սա է խոստացել, իմ սերունդները, չգիտեմ, այս ինչը, այն ինչը։ Աստված մեզ երկինքն է խոստացել ու տանում է երկինք։ Փառք Աստծուն։ Եվ գրված է, երբ որ Հակոբը զարթնեց իր քնից եւ ասաց. Իրոք Տերը այստեղ է, եւ ես չգիտեի։ Աստված այսքան մոտ է, ու ես այսքան ժամանակ չէի հասկացել։ Իսկ այսօր Տերը այնքան մոտ է, որ հին ուխտի մարդիկ կերազեին, որ Տերը իրանց մեջ լիներ։ Ամեն։ Եվ վախից ասաց. Ինչ ահավոր է այստեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստծո տունը, եւ սա է երկնքի դուռը։ Այսինքն ես հենց Աստծո ներկայության մեջ եմ։ Ես հենց այն ամենակարևոր ու գլխավոր տեղի մեջ եմ, որտեղ Աստծո ներկայությունը կա։ Եվ Հակոբը առավոտանց կանուխ վեր կացավ եւ առավ այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, եւ նրան արձան կանգնեցրեց եւ նրա վրա յուղացեց եւ այն տեղի անունը Բեթել դրեց, բայց առաջ այդ քաղաքի անունը Լուզ էր։ Եվ Հակոբը ուխտ արեց եւ ասեց. Նայեք, այս իրա վերապրումն էր, այս իրա հայտնությունն էր, ես քեզ ասեմ, անգամ ինքը գիտեր սրա մասին, բայց Աստված նորից իրան խոստմունքներդ ես ուզում եմ կատարվի։ Այն ինչ որ խոստացել եմ քո կյանքի մեջ, ես իզորու եմ կատարելու։ Ու մենք չենք տեսնում, որ Աստված ստեղ բռնում է Հակոբի դոշերից ու թափ է տալի։ Ասում է, այ տղա, 10-որդը կբերես ստեղ, հանգարց չբերես, ես քեզ կանիծեմ։ Չլսեք նման քարոզներ։ Աստված չասեց, լսի, ես չփորձվես հանգարց կպնես։ Աստված ուրիշ բան խոսաց իր սրտի հետ։ Աստված ուրիշ ձևի խոսաց։ Ասաց, ես եմ քեզ օրհնող Աստվածը։ Ես եմ,
որ քեզ ստեղծել եմ, կանչել եմ ու մինչև այն ինչ որ չկատարեմ քո կյանքի մեջ, ես ձեռքերս քեզանից հետ քաշող չեմ, ու ընդհանրապես քեզանից հետ կանգնող չեմ։ Ամեն։ Եվ Հակոբը ասում ուխտ արեց եւ ասեց. եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահի այս ճանապարհում, որ ես գնում եմ եւ ինձ ուտելու հաց հագնելու հանդերձ տա, եւ ես խաղաղությամբ երբ դառնամ իմ հոր տունը, Տերը ինձ համար Աստված լինի, եւ այս քարը, որ ես արձան կանգնեցրի, Աստծո տունը լինի, եւ այն ամենից, որ դու ինձ տաս, ես քեզ 10-րդ տամ։ Եվ ասում եմ, սա թող Աստծո տունը լինի, սա թող Աստծո վայրը։ Մի քիչ առաջ ընկնելով ասեմ, ուր պետք է գնա 10-րդը։ Աստծո տուն։ Որտեվ հարցեր կա, իսկ չի լինի ես 10-րդը ստանեմ, մի հատ աղքատի տամ։ Աստված ասում է, սա սուրբ է, սա իմն է։ Աստծո տուն։ Ասում է, սա Աստծո տունը լինի, սա Աստծո վայրը լինի։ Բեթել։ Մեր 10-րդները Աստծո տուն պետք է գա։ Մեր ֆինանսները Աստծո տուն պետք է գա։ Հա, բայց կարիքավոր կա, ինչ, տանենք կարիքավորի տանք, կհասնենք, խնդրում եմ համբերի, հա, այս հարցականները հերթով դնելու ենք մի կողմ, բայց ինձ գիտեք ինչն է ուրախացնում։ Հակոբը, գիտես ինչ, ասում է ինձ ուտելու հաց տաս, ինձ հագնելու շոր տաս, քո խաղաղությունը, այսինքն քո խոստմունքները կատարում ես, դու խոստացար, ես էլ խոստանում եմ քեզ։ Ինչի ուրիշ բան չի ասում։ Ինչի՞ չի ասում, սխ կյանքս քեզի եմ պաշտելու, սխ կյանքս քեզի եմ երկրպագելու, ամբողջ կյանքս, գիտես, քո հետևից եմ լինելու, հավատարիմ եմ լինելու, քո ոչ մի խոսքը զանց չեմ անելու։ Ինչի՞ սենց բաներ չի ասում, թանկագիններս։ Գիտեք, այն մարդը, որ ասում է, ես իմ ունեցվածքի 10-րդը քեզ եմ տալու, այս ամենը նշանակում է հենց մեջն էլ կա։ Հենց մեջն էլ կա։ Բայց այն մարդիկ, ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ, բայց երբ որ ասում են, հետևիցդ գալու եմ, կյանքս քեզ տալու եմ, նվիրելու եմ, այդ խոսքն է ունեմ գրած։ Ամենավերջի երևի թե խոսքն է։ Էս եմ անելու, այն եմ անելու, այն եմ անելու։ Բայց գիտես, չի կարողանում Աստծուն տալ։ Այս բոլոր խոսքերը ցավոք սրտի 0 են։ 0 են։ Գիտեք, ֆինանսները շատ լուրջ ազդեցություն ունեն մեր կյանքի մեջ։ Բայց լավ, գնանք առաջ, որ հասցնենք թանկագիններ։ Ասում եմ, քեզ կտամ։ Լավ, թվոց 18-ում, թվոցի մեջ շատ տեղեր կա, ուզում եմ առաջ անցնեմ։ Երբ որ եկավ օրենքները եւ Մովսեսը գրեց օրենքները եւ 10-րդը մտավ օրենքի մեջ, արդեն երբ որ շատ տեղեր կար եւ ասում էր, գիտեք, երբ որ խոստացավ Աստված Իսրայելի 12 ցեղերին, հետո դուք գիտեք, չէ, որ մի ցեղը 2 դարավ, կիսվեց Հովսեփի 2 որդիները։ Մի ցեղի ինքը հանեց արանքից, որ պետքա գնային խոստացված երկիր եւ դա Ղևիի ցեղն էր։ Հետո մենք գիտենք Ղևիի ցեղը, այսինքն Ահարոնի ցեղը, ովքեր Աստծո տանն էին ծառայելու, Աստծո տաճարին, դեռ այն ժամանակ խորանին ծառայություն պետք անեին, ասեց բոլոր ցեղերիդ բաժին եմ տալու, ստացվածք եմ տալու, կալվածք եմ տալու, բայց այս մի ցեղին չեմ տալու։ Ինքը ինձ է ծառայելու։ Այս ցեղը, ու մենք գիտենք Ահարոնը, չէ՞, Ահարոնի որդիները, այդ ծառայությունը տարբեր էր։ Ասեց, սա իմ բաժինն է, ես ուղղակի առաջ եմ անցնում, բայց ասում եմ, կարդացեք թվոց 18-24-ը եւ շատ տեղեր։ Եվ ասում է, գիտես, ես եմ իրանց բաժինը։ Տեր Աստված ասում է, Ղևիի ցեղի բաժինը ես եմ։ Ինչու եմ ես սա խոսում, թանկագիններ, որ Աստված բոլորից, ասեց, ես ձեր բոլորից 10-րդը այդ եկամուտները վերցնելու եմ, տալու եմ Ղևիի ցեղին, որովհետև նրանք օր ու գիշեր ինձ են ծառայելու։ Նրանք իմ դռները, իմ սրահները եւ իմ գործն են անելու։ Դուք օրնված եք լինելու, դուք բերելու եք իմ բաժինը, տեսեք չի ասում, դուք եք բերելու Ղևիին կերակրեք։ Ասում է, դուք բերելու եք իմ բաժինը ինձ։ Իմ բաժինը ես տալու եմ Ղևիի ցեղին։
Սա Աստծո ընտրությունն է, թանկագիններս։ Հա? Իրականում այն դրվածքը հիմա նույն եկեղեցիներում է դրված։ Որ կա քահանայական ճյուղ Աստծո ընտրությունով։ Ղևի ցեղ հին ուխտով ասում ենք, ու ղևին մենակ փառաբանողները չեն, էլի, քահանայական ցեղ։ Ով որ խոսքով է ծառայում, ով որ գործով է ծառայում, ով որ երգով է ծառայում, ես չգիտեմ։ Մենք փոքր եկեղեցի ենք դեռ։ Դրա համար բոլորը ամբողջությամբ դեռ ձևավորված չի, բայց Աստծո տան ծառաները, մեր բարերով ասած աշխատողները, բայց իրանք այդ աշխատող չեն, իրանք ծառայողներ են, սնվելու են տասանորդից, սնվելու են եկամտից, այն օրհնություններից, որ գալու է Աստծո տան մեջ։ Երբ որ մենք մեր եկամուտների տասանորդ զոհաբերությունները լսել եք սրա մասին, հեչ գիտեիք, թե չէ։ Երբ որ բերում են, խմբակներում խոսալու ենք սա, թանկագիններս, բոլոր խմբակի ավակներին, խնդրում եմ, սա ամեն հարցերի պատասխան եք տալու։ Եվ բերում են, այսինքն քահանան դրանից էլ սնվում էր։ Քահանայի բաժինը, որտեվ իրան ոչ հող էր տված, ոչ կալվածք էր տրված, ինքը չուներ հնարավորություն գնար, աշխատեր, տաներ վաճառեր, ապրեր, պահեր իր ընտանիքը։ Ու սա դրված կա այսօր։ Գիտես, երանի թե իրականում եւ մեր եկեղեցին եւ բոլոր տիրոջ եկեղեցիները այնքան պաշարով լցված լինեն, որ ծառայող քահանաները անգամ իրանց մտքի ծայրով չանցնի, որ գնան մի գործ անեն, որ իրանց ընտանիքը պահեն։ Ես այսօր խոստովանում եմ, ես աշխատավարձ եմ ստանում եկեղեցուց։ Բայց գիտես, ոմանք երևի թե գիտեն, որ ես նաև աշխատում եմ, որ ունենամ էլի վաստակեմ, որպեսզի կարողանամ իմ ընտանիքի հոգսերը հոգամ։ Կասես, Հովիվ ջան, չես աշխատում, հավատքով ապրի։ Հաղոթի իմ համար, որ ես հավատքով ապրեմ, բայց հավատքով ապրելը նաև իր մեջ գիտեք ինչա պարունակում, որ եկեղեցին այնքան պաշար ունենա, այնքան, որ ծառայողները ունենան այն չափը աշխատավարձի, որ նրանց մտքով չանցնի, գնամ մի բան անեն, որովհետև ինչ-որ մի բան պակաս է, ինչ-որ մի բանի համար պետքա վաղը մյուս օրը պատասխան տալ, հասկանում եք։ Ու ես մի քանի օրինակ էլ Աստվածաշնչից եմ բերելու։ Ու մի անգամից այս իմաստով ուզում ենք գնանք Մաղաքիա եւ հիշենք։ Մաղաքյան ասում է, լսեք, բոլոր տասանորդը, որ վերևում ասում է դուք ինձ խաբում եք տասանորդի ու ընծայի մեջ, այսինքն չեք բերում այն ինչ որ ինձ է պատկանում, ասում է Աստված Մաղաքիայի թղթի մեջ։ Ասում է, որովհետև եթե բերեք եւ իմ նպատակն է, որ իմ տան մեջ ասես մի քանի գրոշ լինի։ Սուրբ փող 10 դրամ, 20 դրամ, ասես մի քիչ է 50։ Արդեն բայց որ սպիտակ փողեր են, դրանք չէ, արդեն դրանք տեսել եք, չէ, թանկագիններս, իրականում բոլորս էլ տեսել ենք, երբ որ միտեղ մի արկղա դրած, դա լինի տաճարների մեջ, դա լինի ինչ որ մի բանի համար օգնություն, ամենաշատը բոլորս էլ տեսել ենք 10 դրամներ ա գցած, 20 դրամներ ա գցած, թղթադրամներ էլ եմ ես տեսել։ Օրինակ, գրված է մի հատ երեխայի նկար ա կպցրած ու գրված է ով ինչով կարող է թող օգնի, հիմնականում խանութներում ա լինում կամ տարբեր վայրերում ա։ Ու տեսնում ես մեծամասնությունը գրոշներ այնտեղ։ Ինչի եմ ես ասում, կատակով սուրբ փողեր անվանեցի, սուրբը տասանորդն է։ Սուրբը 10 դրամը կամ 20-ը չի, այսինքն այն անիմաստը, որ գրպաններից էլ ընկնի կորի, ոչ մեկիս համար հոգ չի։ Աստված ասում է իմ տան մեջ, ոչ թե գրոշներ պետք է լինեն, Մաղաքիայի բերում, ասում է իմ տան մեջ պաշար ինչ է նշանակում։ Պաշար։ Երբ որ ասում ենք պաշար, նշանակում է կարիքները հոգացած, այլ մի բան էլ լիքը կա, չէ՞։ Այսինքն ինչ ուզենանք անենք, ինչ ուզենանք նախաձեռնենք, մենք լիքը պաշար ունենք։ Ու իմ աղոթքն է, որ բոլոր տիրոջ եկեղեցիներում դա լինեն։ Բայց աղոթքը աղոթք, բայց գործն է գործ։ Չէ՞։ Մեր գործն է գործ պետք է լինի իրականում, թանկագիններ։ Այդ դրա համար եմ ես այսօր խոսում, որ մեր տան մեջ
եկեղեցում։ Իսկ եթե եկեղեցում պաշար եղավ, իմացի քո տան մեջ է պաշարը արդեն։ Քո տան մեջ եղած պաշարի պատճառն է, որ Աստծո տան մեջ պաշար կա։ Թանկագինս, սա Տիրոջ լուրջ եմ ասում։ Ես սենց խոսում եմ, մի կողմից սենց հարցակում էր գալի, լսի, էս ինչ է լինելու քո հետ, էս ինչ են հեսա գրելու այդ վիդեոների տակ, մյուս կողմից բայց հոգիս ցնծում է, որտեվ խայտարակվում է սուտը, ագահությունը, սատանան, չգիտեմ, ժլատությունը ու Աստծո խոսքն է բարձրանում, իսկ Աստծո խոսքը ունի զորություն հաղթանակ բերելու։ Ամեն։ Մաղաքյանն էլ ասում է, իմ տան մեջ պաշար լինի։ Աստված էլ ասում է, իմ տան մեջ պաշար լինի, որ այն ցեղը, որին ես ընտրել եմ ինձ ծառայության, իրանք ոչ մի բանի պակասություն չունենան։ Ուզում եմ առաջ անցնեմ ու ելի հիշացնեմ, կային պատմություններ, որ գիտեք, ժողովուրդը չէին բերում այս պաշարը Աստծո տուն, քահանաները, ղևտացիները ստիպված գնացել էին աշխատելու։ Եվ եթե չեմ սխալվում, Նեհեմիայի գրքի մեջ էլ դա կա, երբ որ Նեհեմիան ու Եզրասը բացահայտում են, որ Տիրոջ տանը ծառայող չկա։ Ինչու՞։ Որ մարդիկ ընտանիք ունեն, պետք է հոգան իրանց ընտանիքի համար։ Ու գնացել են ինչ-որ մի գործի, ինչ-որ մի տեղ, մտել են, աշխատում են, չգիտեմ, վարձակալությամբ հող են վերցրել, գործի են ընդունվել, որ գումար աշխատեն։ Ու գիտես, գալիս է Նեհեմիան, գալիս է Եզրասը ու հանդիմանում են ոչ թե քահանաներին, չհասկացա, այս Տիրոջ տան գործը թողել եք, գնացել եք, չեք ամաչում, բա Աստված ձեզ դրա համար է կանչե։ Հանդիմանում է ժողովրդին, Եզրասը դպիր էր։ Ասում եմ, լսեք, պատճառը ձեր Աստծունը, Աստծուն չտալն է։ Այդ դրա համար էլ քահանաները թողել են Աստծո տան ծառայությունը, գնացել են հող են մշակում, գնացել են մեկի ձեռի տակ վարձկան են աշխատում, որ իրանց ընտանիքը պահեն։ Լավ խիստ հանդիմանում է։ Բայց ես մի ուրիշ օրինակ եմ ուզում ընթերցեմ երկրորդ մնացորդացից։ Ով է ուզում համբերի մինչև վերջ։ Ով որ չի համբերում, համբերի։ Գիտեք ինչ, Եզեկիա թագավոր կար։ Էլի սենց խառը վիճակներ էր թագավորության մեջ։ Առաջի նախքին թագավորը տեր չէր կանգնե, ինչ չէր արել, մի խոսքով խառը վիճակ էր։ Եվ ես 31-ից, երկրորդ մնացորդ 31-ի սկզբից կարդում եմ, այսօր մի քանի տեղ կա երկար պետքա կարդանք, որովհետև այդ իմաստը պետքա բռնենք։ Ասում է, երբ որ այս ամենը վերջացավ, դուրս եկան այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները դեպի Հուդայի քաղաքները եւ կոտրատեցին արձանները, աստարովտները կոտորեցին եւ քանդեցին բարձրավանդակները եւ սեղանները բոլոր Հուդայից, Բենյամինից, Եփրեմից ու Մանասեից, մինչև որ կներեք վերջացրեցին եւ Իսրայելի բոլոր որդիկը ետ դառան ամեն մեկն իր կալվածքը, իրենց քաղաքները եւ Եզեկիան հաստատեց, ես այդ ասում եմ հաստատեց, նշանակում է անհաստատ վիճակ էր, խառը վիճակ էր։ Եվ Եզեկիան 20 կներեք, չէ, երկրորդ խոսքն է, չէ։ Հաստատեց քահանաների, ղևտացիների դասակարգի համեմատ ամեն մեկին իր պաշտոնի համեմատ եւ քահանաներին թե ղևտացիներին ողջակեզների եւ խաղաղության զոհերի համար, որ Տիրոջ բանակի դռներումը ծառայեն, գոհանան եւ օրնաբանեն, տարբեր ծառայություններ էր։ Եվ որոշեց թագավորի բաժինը իր ստացվածքը ողջակեզների համար, առավոտյան եւ երեկոյան ողջակեզների համար, եւ շաբաթների եւ ամիսների եւ տոների եւ ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում, այսինքն բերեց կարգի գցեց ամեն բան։ Ոնց որ կարգն է, ոնց որ ճիշտն է, եւ ասում է, եւ հրամայեց Երուսաղեմում բնակվող ժողովրդին, որ քահանաների եւ ղևտացիների բաժինը տան։ Պատկերացնում եք, ինչ մեծ հակառակություն կարող էր բարձրանալ։ Մի քանի խոսք առաջ կռապաշտ էին, ասում եմ բարձրավանդակներ, տանում էին ում գիտես տալիս էին իրանց տասանորդները, իրանց ֆինանսները, ում էին զոհեր անում, ինչեր էին անում,
կամ այդ գառնուկները, այդ կենթանիները, որ պետքա զոհեին, ասում լիքը կռատներ կային։ Ժողովուրդը տեղ էր անում, բայց երբ որ կարգը դրեցին, ասում քանդեցին այդ ամենը եւ սկսվեց ճիշտ կարգը թանկագիններ։ Եվ ինչ է ասում Եզեկիան։ Ասում հրամայեց, որ քահանաների եւ ղևտացիների բաժինը տան, որպեսզի հաստատ մնան Տիրոջ օրենքի մեջ։ Աստծո խոսքը ասում է, երբ որ մենք տալիս ենք Աստծուն, ասում մենք Տիրոջ օրենքի մեջ հաստատ ենք մնում։ Պատկերացնում եք։ Ասում որպեսզի հաստատ մնան, լույսերին մի նայեք, Աստծո խոսքին լսեք։ Որպեսզի հաստատ մնան Աստծո խոսքի մեջ։ Երբ որ մենք տալիս ենք Աստծո բաժինը Աստծուն ու ինձ, գիտես, ինձ էլ, քեզ էլ, չնայած ես կասեմ, ինչի վրա է ծախսվում մեր գումարները, այնպես չէ որ գաղտնիք է, բայց թող չհետաքրքրի։ Բա հիմա այսքան ուր գնաց։ Մենք Աստծունը տվեցինք Աստծուն, որին ինչքան գնաց, երբ գնաց, կգնա, որ բաժնին, դա իմ հոգը չի, դա Աստծունն է։ Բայց ինչ իմանամ, կարող է սխալ տեղ եք ծախսում, դա քո հոգը չի, դա ծախսողի պատասխանատվությունն է, նա էլ կտա, հա։ Բայց ես իմ կարող է սխալ տեղ ծախսի ու ես չօրնվեմ, դու կօրնվես, երբ որ դու Աստծուն ես տալիս, որպեսզի Աստծո օրենքի մեջ հաստատ մնան։ Եվ 5. Եվ երբ որ այս բանը տարածվեց, ուշադիր լսեք, խնդրում եմ, այն ժամանակ Իսրայելի որդիքը առատորեն բերեցին։ Բա մենք մտածում էինք հիմա պետք է սաղ թողեին փախնեին։ Դուս ինձ չհասկացա, եկել ես մեզ խոսքա։ Ասում հենց 10-րդ խոսակ մեր եկեղեցում մարդիկ էլ չեն գա եկեղեցի։ Սատանայի սուտն է։ Այսօր եկեղեցիներ կան, ցավով եմ ասում, որտեղ որ հովիվը չի համարձակվում խոսա-ֆինանսների մասին։ Չի համարձակվում։ Գիտեք ինչի, որովհետև կթողեն կգնան։ Ու ես իրականում սրտացավությունով եմ ասում, հասկանալով, ինչ խղճուկ ու խայտարակ վիճակ է այդ եկեղեցում։ Բարիս բուն իմաստով, խեղճ ու խայտարակ վիճակ է։ Երբ որ մարդը մտածում է գնամ եկեղեցի ինձ ինչ կտան։ Գիտեք մեզ ինչքան հարցեր են տալի, որ գամ եկեղեցի ինձ ինչ կտակ։ Աստծո խոսք կտանք, Աստծո օրհնությունը կտանք, Աստծո ճանապարհները կտանք, չէ՞։ Աղոտ կտանք քեզ։ Փող չեք տա, չէ, փողը դու պետք է տաս։ Փողը դու պետք է տաս այդ մարդուն, փողը մենք ենք տալիս։ Երբ որ մենք ասում ենք, գիտեք, այո, այս ամեն ինչը Տիրոջ ծառայում ենք եւ վարձակալում ենք եւ տարբեր հոգսերը, որ հոգում ենք, դա իմ ու քո գրպանից, այսինքն մեր եկամուտներից հավաքված ի՞նչն է, պաշարն է, որ ծառայում է այս ավետարանի գործին։ Մենք ասում ենք ավետարանի գործ, չէ՞։ Այդ ի՞նչ է նշանակում։ Մենակ Աստվածաշունչ ենք տպել տալիս ու ստանում տալիս մարդուն։ Ոչ, միայն դա չի։ Գիտեք որն է։ Ինչ որ մեկի մեքենան բենզին ենք լցնում եւ նա գնում է մի ինչ որ գյուղ մարդկանց Աստծո խոսք խոսալու։ Մեկը հյուր է գալիս մեզ ծառայելու եւ մենք նրան պատվում կերակրում ենք։ Հոգում ենք նրա կարիքները, օրհնում ենք օտարականին, որփին, որփեվայրուն, գթության ծառայությունով, չէ՞, ինչ ենք անում։ Հասնում ենք կարիքավորներին։ Ղևտացուն ու քահանային։ Իրանց վարձքն էլ իրանցն ենք տալիս։ Ու պետության հարգերն էլ պետությանն ենք տալիս։ Ամեն։ Փառք Աստծուն։ Լսեք, մենք շատ լավ տեղ կանգնեցինք։ Ասում եմ, երբ որ այս բանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիները 5-րդ գլուխն է, առատորեն բերեցին։ Հո, ես հավատում եմ, առատորենն է մեր բաժինը։ Ինչու՞, որտեվ Աստված է մեր մեջ ներգործողը։ Բերեցին ցորենի, գինի, յուղի, մեղրի, բոլոր անդաստանների, բերքերի, երախայրիները, առաջինը, լավը եւ ամեն բանի 10-րդը առատությամբ տվեցին։ Սատանա դու պարտված ես։ Ագահություն դու պարտված ես։ Եվ Հուդայի, լսեք, Փառք Տիրոջը, եւ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի եւ Հուդայի որդիքը նրանք էլ արջարների,
ոչխարների տասանորդը եւ իրենց տար Աստծո նվիրած սուրբ բաների տասանորդները բերին եւ կուտակ արեցին։ Կուտակ ի՞նչ է նշանակում։ Կույտ եղավ։ Մի քանի կույտեր եղավ։ Մեծ կույտեր։ Սա է իրականությունը, սա է Աստծո օրհնությունը։ Եվ նայեք ինչ է ասում։ Եվ երրորդ ամսում սկսեցին դնել կուտակները եւ 7-րդ ամսում վերջացրին։ Պատկերացնում եք, քանի ամիս կուտակվում էր։ Եվ Եզեկիան եւ այն իշխանները եկան եւ տեսան կուտակները եւ օրհնեցին Տիրոջը եւ նրա Իսրայել ժողովրդին։ Ինչ լավ տեսարան է, խնդրում եմ եկեք երևակայությունը մեր մի հատ միացնենք ու նայենք։ Եվ Եզեկիան հարցրեց քահանաներից եւ ղևտացիներից կուտակների մասին։ Լսեք։ Եվ Սադովկի տունից եղող քահանայապետ Ազարյան նրան պատասխանեց եւ ասեց. այն ժամանակից, որ սկսել են ընծաները բերել Տիրոջ տունը, կերել եւ կշտացել ենք։ Այո։ Քահանաներ ասում են, լսի, երբ որ սկսեցին մարդիկ բերել, մենք կերել կշտացել ենք։ Մեր կարիքները լրացված է, քահանան ասում է, մեր կարիքները լրացված է։ Ու այդպես էլ պետք է լինի։ Աստծո տան ծառայողների, խնդրում եմ, մի կենտրոնացեք ին վրա, որ հովիվը ես եմ ու ամեն սլակներ ուղում եմ կարծես թե ինձ քավլիցի։ Այո, ես ու միայն ես չեմ, շատ մարդիկ կան, որ պետքա ծառայեն ամբողջությամբ։ Պետքա ծառայեն ու անգամ իրանց մտքի ծայրով էլ չպետք է անցնի, իսկ վաղը իրանց կարիքները հոգացելու է, թե չէ։ Վաղը ինչ որ մի հարցի պատասխան նրանք ունենալու են տալու, թե չէ։ Այլ պետք է այնքան կուտակ լինի, որ նրանք ասում են, կերել ենք, կշտացել ենք, ու Աստծուն ենք ծառայում, գիշեր ու ցերեկ։ Այո, քո համար ենք աղոթում, երկրի համար ենք աղոթում, ստեղ ենք վազում, ընդեղ ենք վազում, էս ենք անում, այն ենք անում։ Պատասխանատվությունն ենք կրում, Աստծուն ենք փառաբանում, Աստծո տան գործն ենք անում։ Ամեն։ Քահանաները սա պետք է անեն։ Եվ կշտացել ենք եւ խիստ շատ ավելացել է, որովհետեւ Տերը օրհնել է, չի ասում մեզ, ասում է իր ժողովրդին։ Ինչքան լավն է, ինչքան լավ խոսքեր են, ասում է կերել ենք, կշտացել ենք, պատկերացնում ես իրան փառք են տալի Աստծուն, ասում է այնքան էլ մնացել է, որովհետև Տերը օրհնել է իր ժողովրդին, թող Տերը օրհնի իր ժողովրդին, Հիսուսի անունով։ Եվ ավելորդը այս առատությունն է, եւ Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստեն։ Պատկերացնում եք, եւ նրանք պատրաստեցին։ Եվ 12-ում ասում է, եւ այնտեղ բերեցին ընծան, տասանորդը, նվերները ճշտությամբ։ Ինչքան ուժեղ խոսքեր է։ Ճշտությամբ բերեցին։ Առանց վախենալու, առանց խաբելու, առանց, չգիտեմ, ասում ճշտությամբ բերեցին շտեմարանները Աստծո տան լցված եւ մեծացված պետք է լինեն։ Ամեն։ Աստծո անվան փառքը, այո, հենց ֆինանսների գործածման միջոցով շատերին պետք է հասնի։ Կապ չունի մթերքի, օգնության, չգիտեմ, ինչ որ մարդկանց ուղարկելու, միսիոներներ գնալու, շենքեր վարձելու, ծառայություններ անելու, մեծ ավետարանչական ծրագրեր իրականացնելու համար պետքա ծառայի ու էլ հələ պետքա մնա։ Ամեն։ Ես սա եմ հռչակում մեր եկեղեցու վրա Հիսուսի անունով։ Հո, որտեղ հասնենք, որտեղ մնանք։ Ղուկաս 16-րդ գլուխ 10 րոպե էլ համբերի, թող նառան նվագի, հա, որ իմանանք վերջը մոտ է, չէ, իրականում թող Աստծո հայտնությունը Սուրբ Հոգով գործի այսօր։ Եվ ստեղ գրված է 16-ի 10, քիչ բանի մեջ հավատարիմը շատ, բանի մեջ էլ հավատարիմ է։ Երբ որ հարց ենք տալիս ու ուզում ենք հարցին պատասխանենք, գիտես, ես այնքան քիչ ունեմ։ Այ որ մի քիչ շատ լիներ։ Հովիվ ջան, ինչի մասին է խոսքը։ Բոլորիս գալիս է այդ միտքը,
Բայց Աստծո խոսքն ասում է, գիտես, քիչ շատ կապ չունի։ Քչի մեջ 10-որդը 10-որդն է մնում, շատի մեջ 10-որդը նույն 10-որդն է մնում։ Քչի մեջ սերմը սերմ է մնում, շատի մեջ սերմը սերմ է մնում։ Հա? Չէ՞։ Ուտելունն էլ ուտելու է մնում։ Քիչ է։ Բայց ասում է, գիտես, բայց մի գաղտնիք կա։ Երբ որ քչի մեջ հավատարիմ ես, կա շատի ժամանակը։ Բայց հավատարմությունը ինքը անխախտեցությունն է, կանգուն է։ Բայց ասում եմ, բայց երբ որ անիրավ ես փոքրի մեջ, շատի մեջ էլ ենք անիրավ։ Ու սա շատ ու քիչը չի որոշում, սա մեր սիրտն է որոշում, մեր որոշումն է որոշում։ Ու այս հաջորդ տեղ ասում եմ, ուստի եթե որ անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունով կտա ձեր ձեռը։ Եվ եթե օտարի բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերնով կտա ձեզ։ Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել։ Պատկերացնում եք, խոսում, գալիս է ու նա ինչ համեմատություն է անում։ Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել։ Մի պահի հետի, մի քիչ ուրիշ բան նվագի, թեթևանան, առաջան, մարդկա։ Մենք մեր տունը։ Որովհետև կամ մեկին կատի, մյուսին կսիրի, կամ մեկին կպատվի, մյուսին կառհամարի։ Այսինքն երկու տեր չի լինի։ Աստված երբեք չի պատրաստվում թողելու ինչ-որ մեկին, որ իր հավասար տեր լինի։ Որ ինչ-որ Աստծո ժողովուրդը մեկ իր կամքը կատարի, մեկ այն մյուսինը։ Ոչինչ, եկեք կիսենք, չէ՞ որ այսօր դեմոկրատիա է։ 50-50։ Աստված ասում է, դե ոչինչ հիմա։ Ես հասկանում եմ, իհարկե ես գիտեմ ձեզ։ Ես ամեն ինչ հասկանում, ոչինչ, կարաս մի քիչ իր կամքը կատարես, մի քիչ իմ։ Ու իրան համեմատում է, այսինքն իրա ոնց որ թե իրա հետ կշերքի մյուս թայի վրա նստածնի ում մամոնային։ Ես հեսա կարդալու եմ ով է մամոնան կամ ինչ է մամոնան։ Չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային։ Եվ 14-ում գրված այս բոլոր բաները լսում էին փարիսեցիները, որ արծաթասեր էին եւ ծիծաղում էին նրան։ Օֆ, պատկերացնում եք, ծիծաղում են։ Այսօր շատերն են իմ ուքո վրա ծիծաղում։ Վայ Աստված ջան, աշխատի, չարչարվի տանի։ Դες մի հատ լավ գործ չկա, ես էլ գամ հովիվ լինեմ ձեր մեջ։ Էս ինչ եք անում դուք։ Ծիծաղում էին, արծաթասեր էին։ Եթե անհամաձայնություն է մեր սրտերի մեջ, ծիծաղ, ես իմ ինչ բերում, դա այդ արծաթասիրության դևն է բերում։ Հիմա ուզում եմ կարդամ, ինչ է մամոնան, թանկագիններս, մամոնա բացատրություն, ահա։ Հարստության փոքրատար Աստված մի քանի հին ժողովուրդների մոտ ագահություն եւ շահասիրություն։ Դրանց չես կարա, հիմա որոշենք ով է մեր Աստվածը, ով է իմ Տերը, ով է քո Տերը, ասում է Աստված։ Եվ դրա համար զգուշացնում է։ Այսինքն տեսեք ինչքան ուղիղ կապ ունի։ Անցնենք, հա։ Հարց հաջորդ, ով է իմ Տերը։ Ոյ, ուր գնամ։ Մաղաքյան առաջի գլխում ասում է, գիտես, եթե ես Տեր եմ, եթե հայր եմ, ուրա պատիվը, եթե Տեր եմ, ուրա երկյուղս։ Հետո ասում է, լսեք, այնքան կեղծավոր եք ու այնքան այդ մարդկանց։ Մենք էլ օրինակ ենք վերցնում։ Ասում է, լսի, եթե ոչ որ կաղն ես բերում, կույրն ես բերում, մեր բարերով տուկատն ես բերում, անպետքն ես բերում, ոչինչն ես բերում։ Բայց ասում է, դա քո իշխանին, քո տնորենին, չէ, հարազատ մեկին չէիր տանի։ Ինչի ամոթ էր որովհետև, բայց ինձ բերում ես։ Ասում է, ինձ բերում ես, հիմա ով է Տերդ, ես, թե ինչ որ մեկը։ Պատկերացնում եք, սուրբ փողեր, նրանք սուրբ փողեր չեն, սուրբը լավն է, առանձնացված Աստծո համար,
Այն ինչը որ իրականում արժեք է մեզ համար։ Չեմ ուզում ասեմ, գիտեք, եկեք շարունակենք հաջորդը մյուս անգամ, չէ։ Ուզում եմ մի քանի շատ կարևոր տեղեր կարդամ։ Ու չեմ անցնի ժամանակից, չանհանգստանաք։ Փիլիպպեցիների 4-րդ գլուխ։ Պողոս առաքյալը խոսում է եւ ասում է, գիտեք, լավ արեցիք, որ ինձ օգնեցիք իմ ծառայության մեջ։ Այդ եկեղեցուն, երբ որ ուղարկել էին իրանց գումարներ։ Ասում եմ, գիտես, ես պակասության մեջ եմ եղել, ավելցուկի մեջ եմ եղել, նեղությունի մեջ եմ եղել, ես եմ եղել, ամեն ինչից էլ ես դուրս եմ եկել ու փառք եմ տալի Տիրոջը, բայց դուք ասում եք լավ արեցիք, որ որոշեցիք ինձ օգտակար լինել։ Ասում եք, գիտեք, այս նամակի ուղերձը կամ այս խոսքերի նպատակը չի, որ հələ չհասկացա, հələ շուտ ապահովեք, հələ շուտ կարիքներս եկել է, հələ շուտ լցրեք, ասում է, ես պտուղ եմ փնտրում։ Ես ձեր օգուտն եմ փնտրում, որ ձեր հաշվի վրա պտուղ ավելանա։ Ես հավատում եմ, որ Պողոս առաքյալը անկեղծ է գրել։ Հա? Թեև ինքը շատ կարիքներ ուներ։ Ասում է, գիտես, իմ կարիքները, բայց դե կան։ Իրականում եղբայրներ կան, որ լրացնում են, փառք Աստծուն իրանց համար։ Ունդեղ անուններ է տալիս։ Հաջորդ տեղը, որ մենք շատ լավ գիտենք, 2-րդ Կորինթացիների 9-րդ գլխի մեջ է, ասում եմ, բայց ուզում եմ ասեմ, որ գիտեք, ես պատասխանում եմ այն հարցին, ոչ թե ինչքան տալ միայն, այլ նաև ինչպես տալ։ Ասում եմ, գիտեք, ով որ առատությամբ է ցանում, առատությամբ է հնձելու։ Սրանք հոգևոր օրենքներ են։ Ով որ սակավությամբ է ցանում, ինքը սակավությամբ է հնձելու, այսինքն միշտ քիչ է հնձելու։ Եվ ասում եմ, բայց ուզում եմ ասեմ, որ հոժարությամբ արեք, սիրով արեք, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին, Աստված հավանում է, երբ որ դու հոժարակամ ես տալի, երբ որ դու ուղիղ ես տալի, երբ որ դու ճիշտ ես տալիս, որովհետև դու գիտակցում ես ինչ ես անում։ Ամեն, ում առաջ ես դու անում։ Եբրայեցինում գրած այստեղ մարդիկ, հեսա մի քիչ հետո ծառայողները ֆինանսական հավաքելու են, ասում եմ, այստեղ մարդիկ են վերցնում։ Մարդիկ են ծախսում, մենք այդ գումարները երկինք չենք էլ ուղարկում, բայց գումարների միջոցով երկինքն ենք կառուցում։ Բայց ասում այնտեղ Հիսուսն է վերցնում, այսինքն Հիսուսն է նայում, ինքն է արձանագրում ամեն բան։ Համամիտ ես։ Բայց ասում եմ, ես սա չեմ ասում և ձեզանից տուրք չեմ փնտրում, այլ ասում եմ, ուզում եմ, որ կամ Աստված ուզում է, որ ձեր ունեցվածքը ավելանա և դուք էլ ավելի բարիք գործեք առատությամբ։ Էլ չեմ կարա ես կարդամ, որովհետև ժամանակս չի հերիքում։ Բայց հիմա մի քիչ սրտաճմլիկ մի քանի օրինակների վրա եմ ուզում գամ։ Հովիվ ջան, ես հասկանում եմ, այ բիզնեսմեն մարդկանց, հասկանում ես, գործ ունեն, փող ունեն, տան, ես ինչ տամ, ծերը ծերին հազիվ եմ հասցնում, չեմ էլ հասցնում, չէ, ու ես չգտա, անկեղծ եմ ասում, սրանք մի անգամից, երբ որ ես մտորում եմ Աստծո խոսքի շուրջ, եկան, ու սենց ասում եմ, լսեք, Եղիա մարգարեն կարիք ուներ, չէ, ու Աստված ասեց, ես կհոգամ քո համար, Աստված հավատարիմ է, մեկ Աստված իր ծառաներին հոգալու է։ Ու իմ համար մի քիչ տարօրինակ է, ինչպես ագրավը սկսեց իրան բերել։ Եվ առավոտ, եւ իրիկուն, եւ հաց, եւ միս։ Մակարոնով յոլա գնա։ Հիմա ինչ, սխալ է, որ միս ուտեր։ Իրան ուժ էր պետք, մարդը պետք է ծառայեր։ Բայց դուրս գալիս է Աստված, բայց ստեղ մի քիչ ես տխրում եմ, երբ որ ինչու, բայց ագրավ է, էլի։ Անկեղծ եմ ասում։ Աստված գերմնական է, Աստված ինչ ուզենա անի, ով կարա չի ենթարկվի։ Լսեք, բայց ես մտածում եմ, Աստված մարդու էր ուզում գործածեր, բայց այդ պահին թողեք ես մտածեմ բարձրաձայն։ Հավատարիմ գտավ ագրավին,
որ ընդհանրապես հավատարմության նշույլ չկա իր մեջ։ Ես տխրում եմ ստեղ, թեև հավատում եմ Աստծո գերբնականին։ Հովի ջան, չէր ելնի, Աստծոս գերբնական բոլորիդ օրներ, եկեղեցին օրներ լծեր, մենք էլ էս մամոնայի ու բանի հետ կռիվ չտայինք, չէինք ուզում մենք ազատ լինենք։ Ու սա է Աստծո դրվածքը։ Մեր կամավոր հոժարական որոշումներով։ Լավ, ագրավ, մեկը իր պարտականությունը արեց։ Չէ՞։ Բայց հետո մի հատ ուրիշ տեսարան, որի մասին ես էլի առաջներում մտածում եմ, ասում ես ելնեմ Եղիայի տեղը, գետինը կմտնեի, կներեք ես արտահայտության համար, ես չէի գնա մեկին, որ վերջի ձեռի հացը ասեի տուր ուտեմ։ Հիմա է չգիտեմ։ Բայց ոնց որ թե հիմա ասում եմ, էլի, բայց չեմ ասում ինձի բան տվեք, չէ։ Աստծուն տվեք։ Գիտեք ինչու։ Ու հետո հասկացա, երբ որ հետո էլ ասում եմ լսի, всё, վերջացավ։ Ես մեկին հրամայել եմ, գտել եմ մեկին, ով որ ասելա կլսեմ, կհնազանդվեմ, ես չգիտեմ ինչ էր եղել, քարոզի էր եղել, այդ կինը, այդ մեր ծառայությանն էր եղել, ուրիշ ծառայության եղել, սրտի մեջ վառվել էր, խոստմունքը տվել էր, կարող է հետո էլ փոշմանել էր, թե ես ինչ խելքից դուրս բան արեցի, Աստծուն բան ուխտեցի։ Ասում եմ մի հատ կնոջ ասել եմ, ինքը քեզ կկերակրի, չեմ ասել, հրամայել եմ։ Ու Եղիան գնում է, գիտես, մտածում է ինքան ունի էս կինը, ապրեցինք, փառք Աստծո այդ կանանց համար։ Իմիջիայլոց այդպիսի քույրիկներ կային Հիսուսի ծառայության ժամանակ Ղուկաս 8-րդ գլուխ առաջի խոսքերում, եւ սա հայտնի հանրաճանաչ ճանաչված ունեցվածքով մարդիկ կանայք ծառայում էին Հիսուսին։ Ես հավատում եմ, որ Աստված նման մարդկանց էլ ունի ու գործածում է հիմա էլ եւ միշտ։ Փառք Աստծուն նրանց հավատարմության համար։ Բայց ասում եմ որբևայրու մոտ գնաց, քիչ տեղ մնաց, խնդրում եմ համբերի։ Ասում ես Եղիա, դու ես ինչ խեղճ ունես։ Լսի ամոթը։ Ավելի լավ է սոված մնաս, դու այն Եղիան ես, որ չէ։ 40 օր սոված ճանապարհ ես գնացել։ Դու այն Եղիան ես, դու ես ինչն ես, դու այն ինչն ես, չգիտեմ, դու Աստծո մարդ ես։ Դու նենց հրաշքներ ես արել։ Ոնց երեսդ բռնեց, գնացիր ես կնոջ ասիր հաց տուր ուտեմ։ Հերիք չի ուտեմ, մի հատ էլ իմացար, որ իրա վերջինն է, ու իրան ասում ես տուր ես ուտեմ, դու գնացեք մեռեք։ Ինչքան հեշտ է, չէ՞, սենց տրամաբանելը, բայց սա չէր ճշմարտությունը։ Աստված լավ է, Եղիան մարդ էր, Աստված, բայց ոնց քո սիրտը գնաց, որբևայրուն ասում ես հələ իմ բաժինը իմ ծառային տուր, չէ՞ որ Աստված էր ասում։ Մալադեց Եղիային։ Բայց Աստված էր ասում։ Ում հարցերը էլի տեղը ընկան։ Ով որ այսօր կներեք, էլի, քույրիկներ ջան, տատիկներ ջան, եղբայրներ ջան, որ թոշակով եք մենակ ապրում։ Ես գիտեմ, այսօր մեր պետության թոշակ այնքան քիչ է, կամ ովքեր որ ցածր աշխատավարձ են ստանում։ Աստված, դու ինձնից ասում ես, ես հələ բանի կարիք ունեմ ինձ օգնեն, դու ինձ ասում ես, տուր ես ուտեմ, տուր իմ ծառային, տուր Աստծո տան մեջ որ պաշար լինի։ Հեսա։ Թե ես սուտ եմ ասում։ Ու ես առաջի մի տեղը չի, ես էլի եմ ասելու։ Ուրեմն ստեղ երևի թե մի գաղտնիք կա թանկագիններս, 3-րդ թագավորաց 17-րդ գլխի մեջ է սա գրված, կբացեք մանրակրկիտ։ Եղիան ասում է, լսի, հələ տուր առաջինը ես ուտեմ, այսինքն հələ Աստծո բաժինը տուր Աստծուն, դու վաղուց Աստծո բաժինը չես տվել։ Սիրելի, չգիտեմ ինչ էր, ասենք թե այդ կնոջ անունը, ենթադրենք Ռութ։ Այ հիմա որ տաս, Աստված քեզ կօրհնի եւ փառք Աստծուն ես կնոջ հավատքի, որոշման, վճռականության համար ու մենք տեսանք արդյունքը։ Հաջորդ տեղը 2 լումա ունեցող որբևայրի կիններ։ Այս սրտաճմլիկ բաները սատանայի ստերն են թանկագիններս։ Ու դու հովիվ ուզում ես ասես, ուզում ես այս խեղճ խմբակում, ուզում ես այս մարդկանց, հələ նա իրանց ձեռքի ճաքերը, հələ նա իրանց քրտինքը, հələ նա իրանց հագու կապը։ Ու դու իրանց մոտ 10-րդ ես քարոզում, զոհաբերություն ես քարոզում, որ հավաքեն։ Ոնց չեք ամաչում դուք։
Գոնե դուք մի բան գցվեք տանեք իրանց տակ։ Սա սատանայի սուտն է թանկագիններս։ Ինքը ուզում է նրանք միշտ էլ մնան այդ կարգավիճակի մեջ։ Հիսուսը տեսավ մի կին երկու լումայա գցում եւ ասեց, գիտես, նա իր ամբողջը գցեց։ Եվ սա փաստ է։ Շատերը բրերով էին լցնում եւ սա իրանց ավելցուկն էր, որ բանի է պետք չէր, իրանց փառքին էր պետք։ Հələ տեսեք, Հիսուս նայում, ահա։ Թողեք ասեմ, հա։ Մի անձնավորություն, երբ որ հնարավորություն չուներ եկեղեցի գալու, ուղղակի ասում եմ, որ մենք ձևական չլինենք։ Այս տասանորդը կտանես եկեղեցի, խնդրում եմ, կտանես, տասանորդ ունեմ Աստծուն դնելու։ Ասում եմ, հա, կտանեմ, բայց կտաս Ասիային։ Ասում եմ, բայց խի Ասիային։ Հա, եթե չեք վստահում, որ ես կգցեմ տոպրակի մեջ, կարամ տամ Ասիային։ Ասում եմ, բայց ու ինձ հետաքրքրեց, Ասիային տամ, թե գցեմ այդ տոպրակի մեջ։ Չէ, Ասիային տվեք։ Ասիան դե օրինակ եմ բերում, որպես ֆինանսական ծառայող։ Կարայի Լիլիթին ասեի, Լիլիթ ստեղ չի իմը։ Ուզում ես ասես, միգուցե դու են մեծահարուստի պես, որ տենան ես ինչքան տվեցի։ Ասենք ու տեսան, հետո ես ու Ասիան ասեցինք, Տեր ջան, օրհնի թող օրհնված լինեն, Աստված ասեց, ուֆ, սիրտս խառնում է այս ձևականությունից ու կեղծավորությունից։ Բայց այս որբևայրին, երբ որ իր վերջինը գցեց, Հիսուսը եկավ ասեց, վայ, սիրտս ճմրվում է, տղերք։ Չգիտեմ, գնացեք մի ճար արեք, բերեք այս մարդու, հələ մի թող, հələ սպասի տատիկ ձեռը բռներ, ասե, «Էս ինչ ես անում»։ Այ մերս, ես քեզ պետք է տամ, հələ տաճարը քեզ պետք է տա, այս քահանաները քեզ պետք է տան, դու քո երկու լուման, որ այսօրվա քո մի դաշիրակի փողն է։ Դու ուր ես գցում։ Որ Աստծուն ենք ճանաչում։ Օրհնող Աստծուն, ոչ գումանիստ Աստծուն, ոչ մեզ նիշետան հայերեն ոնց է, չքավորության մեջ տանող Աստծուն, չքավորությունը մեծարող Աստծուն, ոչ, մեր Աստված ուրիշ է, ինքը գիտեր սա ինչ դուռ է բացելու այս մարդու կյանքի մեջ, իսկ երբ որ մեկին Հիսուսը գովում է, իմացեք հետևը լիքը օրհնություններ կա կանոնից։ Փառք Աստծուն։ Վերջինն էլ։ Գիտեք, չէ, երեխեքն էլ են փող ստանում։ Նպաստ, երեխու փող։ Ասենց օրինակել եմ գտե Աստվածաշնչի մեջ։ Լավ թանկագիններս։ Մի օր լուրջ խնդիր կար Հիսուսի ծառայության մեջ։ Ով արդեն կռայեց, ինչն եմ ասելու։ Ասեց, ինչ պետք է անենք, աշակերտները խուճապահար։ Չէ։ Ձկները հնազանդ են։ Անդրեասը եկավ, ասեց, Տեր, վարդապետ, ստեղ մի պատանի կա, 2 ձուկ, 5 հաց ունի։ Ես չեմ մտածում, գնացել էին երեխուն բռնել էին, ասել հələ բացի սումկետ։ Չանեք տենց բաներ, ոչ մեկը։ Խոսքի մեջ է տենց չքարոզեք ու չվախեցնեք մարդկանց։ Կտան, չեն տա, այսօր տամ թե չտալ, ինչումն է հարցը։ Ու պատկերացնում ես, այս երեխեն ղժում, ասում է 2 ձուկս հացս մամաս ատավեի ես պրեսի մուտելիքնա։ Ունքը բռնոց, Հիսուս, հələ տես, հələ այս ագահին տես, 2 ձուկը 5 հաց ունի, չի ուզում կիսվի, անեցքով անիծված ես։ Ոչ, ասում է, այս երեխեն եկել է, փեշերից քաշում է, ասում է, լսեք, ես ունեմ։ Ու Հիսուսն ասում է, բերեք։ Տենց չի ձեր Հիսուսը, տենց չի ասում, Աստվածաշնչի մեջի նկատի ունեմ, ասում է, բերեք ստեղ։ Հիսուս, ես ոնց թե բերեք ստեղ։ Դու պետք է ասեիր, Ասիս ջան, էսի քո օրվա հացն է, էսի քո բաժինն է, բա որ չուտես։ Չէ, ամոթ է։ Հիսուսը ասում էր, ամոթ է,
Ամոթը Ասիա ջան, վերցնեք, Անդրեաս ջան, Էսիս ջան, ամոթը ժողովուրդ, հիմա ինչ կմտածի ժողովուրդը մեր մասին։ Հիմա ինչ կասեն։ Երեխու բաժինը բերանից կտրեցին տարան։ Ես մեղմ եմ, չէ՞ ասում։ Այն ասողները այնքան վատ բաներ են ասում, ում եթե հիմա մեկը քեզ այդպես բան է ասում, ասա ետիս գնա սատանա Հիսուսի անունով։ Ու Հիսուսը գիտես ինչ արեց, ասես բերեք։ Ես էլ տենց մարդկանց եմ մանգալի։ Ես էլ տենց սրտեր եմ մանգալի։ Այո, մենք պատրաստվում ենք հող գնել։ Լինի քո լուման, լուման հենց չեմ ասում լումա, հիմա լուման չի գործածվում։ Այսինքն ներդրումը։ Լինի իմ ներդրումը, մյուսի ներդրումը, մեկը մենք այդ հողը առնելու ենք, որը որ մեր շենքի համար է։ Բայց լսեք, եկեք մենք գնենք, հա։ Թող մեր 2 հացն ու 5 ձուկը լինի։ Երբ որ գնելու լինենք, կասեմ առանձին։ Ուղղակի ասեցի։ Երբ որ Աստված մի բան է ուզում անի, թող երեխեքը գան, այո։ Թող Աստծո երեխեքը գան։ Թող Աստծո որբևայրիները գան։ Թող Աստծո կարիքավորները Աստծուց այդ ժողովուրդը, Աստծո ժողովուրդը գա, որտեվ Աստված առատություն է ուզում ամեն մեկին տա։ Չեմ ուզում ագրավներ։ Որտեվ գիտես այդ ագրավի տեղը մեկը կարար օրնված լիներ ու ինքը բաց թողեց իր հնարավորությունը։ Լավ, շատ չի երկարացնեմ։ Հիսուսը չասեց ամոթա գոնենից արեք մարդ չտենա չիմանա մենք այս երեխու հացը վերցրեցինք։ Բայց հետո գիտենք ինչ եղավ թանկագիններս։ Ինչ բազմություն եղավ, ինչքան բազմացրեց։ Այս խեղճ երեխեն հիմա Հովիվ ջան մտածում եմ սոված տուն գնաց թե չէ։ Սոված։ Ոնց կանար ինքը սոված գնար, ասում է եւ կերան, բոլորը կշտացան, 12 կողով ավելացավ, ոնց կարար սոված լիներ։ Լավ կերան, կշտացան, փառք տվեցին Աստծուն։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք, թող մեր փառաբանության թիմը գա։ Թանկագիններ, այո, միգուցե մենք միշտ չենք լսում սրա մասին։ Կամ շատ հակասական մտքեր ունենք սրա վերաբերյալ։ Ես չգիտեմ։ Աստված գիտի։ Բայց սա ճշմարտություն էր, որ ուղղակի կարողացա մի փոքր այսօր խոսեմ նրա մասին, թե ինչ է ուզում Աստված մեզ համար։ Ճիշտ է, Աստված մեզանից է ուզում, բայց վերնագիրը ինչ է ուզում մեզ տա։ Հիմա այս եղբայրը էլի ինքը, այս նկարը, այս եղբոր հարցականների պատասխանը ես փորձեցի ու քույրերի պատասխանը փորձեցի տամ Աստծո խոսքով։ Ուզում եմ իրականում աղոթեմ ու հենց հիմա էլ ես Հայր Հիսուս Քրիստոսի անունով, որպես քո ծառա, որպես քո քահանատեր, ես աղոթում եմ քո տան պաշարի համար։ Այն ինչ որ լսեցինք, կարդացինք եւ անգամ այն ինչ որ դեռ գրված է չենք կարդացել։ Ես հրճակում եմ, որ քո տան մեջ եւ այս եւ բոլոր քո տների մեջ առատ պաշար լինի։ Այնքան պաշար, որ ժողովուրդը ուրախությունով, առատությունով եւ ամիսներով բերի ու չվերջանա։ Որ քո ժողովուրդը այնքան օրհնված լինի, լցված լինի, թափ տրված առատությունով, որ բերի ու չդադարի։ Ես աղոթում եմ Տեր հավատարիմների համար եւ դեռ շատերը որ հավատարիմ լինեն, միգուցե թեև քչի մեջ, որը հետո մեծի դռներ կբացի, քո առատ օրհնությունները, Աբրահամի, Իսահակի, Հակոբի անսպառ օրհնություններն եմ խոսում, ամեն մի քո զավակի կյանքի վրա։ Հիսուս Քրիստոսի անունով հրճակում եմ Տեր, որ քո տան քահանաները կերած եւ կշտացած լինեն, քո սրահներում ծառայողները ոչ մի կարիքներ չունենան, այն պատճառով, որ քո տանը մեծ առատություն կա, Հիսուսի անունով, եւ այո աղոթում ենք Տեր, ու հավատում ենք Տեր, այն գործերը, որ դրել ես մեր առաջ, իրականացնելու,
եւ ավետարանը տարածելու, կերակրելու համար, հասնելու համար, հագցնելու համար, շենքեր կառուցելու համար, լավ դահլիճներում Տեր իմ Աստված մեծ ծրագրեր իրականացնելու համար, այս քաղաքի եւ տարածաշրջանի մեջ քո արքայությունը կառուցելու համար, թող քո առատությունը լինի քո տան մեջ եւ թող այդ առատությունը Տեր քո ժողովրդի ձեռքից գա, հավատարմությունից գա։ Մենք այսօր հակառակ ենք խոսում ագահությանը, մամոնային կռապաշտությանը, մենք այդ արծաթասիրության դևին այսօր վռնդում ենք Հիսուսի անունով, մեր կյանքերից, մեր ֆինանսներից եւ խոսում ենք Տեր, դու զորություն տվող Աստված ես, որ ձեռքեր ես զորացնում հարստություն վաստակելու համար եւ թող քո առատ իմաստությունը, հանճարը, գիտությունը, նոր հնարավորություններ, նոր ծանոթություններ եւ ճանապարհներ բացի քո ժողովրդի համար, որպեսզի Տեր աճեն, շատանան, բազմանան, ես խոսում եմ թող նոր ջրհորներ բացվի, ամեն մեկի համար օրհնության ջրհորներ, անսպառ ջրհորներ, Հիսուսի զորավոր անունով, որ քո ժողովուրդը ամեն ժամանակ գոհության աղաղակներով, հավատարմությամբ երախայրիները քո տուն բերելով քեզ փառաբանի, քեզ մեծարի ու քեզ երկրպագի, իմ արքա, մենք քեզ փառք ենք տալիս եւ շնորհակալ ենք, որ դու ես Աստվածը, որ ավելին ես, քան բավական է, ու թող քեզ լինի փառք, պատիվ ու մեծարանք։ Ամեն։